Շնորհակալություն, պարոն Սահակյան, հարգելի գործընկերներ, շատ հարգելի պարոն Մնացականյան։ Երեք այստեղ շատ անդրադարձեր եղան հետաքրքիր ոճի, օրինակ Հայաստանի Հանրապետություն բնակվող բոնապարտների քանակի մասին, գայթակղությունը մեծ է այդ ոճի մեջ խոսել, բայց ես կմնամ իմ ոճին եւ կխոսեմ ծրագրից։ Առաջինը ինչին ուզում եմ անդրադառնամ, այն անվանումն է, որը կոչվում է ազգային վիճակագրության ծառայություն եւ շատերս մեկ-մեկ շփոթում ենք կամ վերջնական չենք հասկանում, ի վերջո վիճակագրություն ասելով մենք սոցիոլոգիա ենք հասկանում, թե ստատիստիկա։ Սոցիոլոգիան այլ գիտություն է, այլ խնդիրներ է անում։ Ստատիստիկան ըստ իս այլ ֆունկցիաներ պետք է լուծի, ինչը որ երևի ձեր ծառայությունը անում է։ Բայց շատ ժամանակ մեզ նաեւ շփոթեցնում է ծառայություն բառը, որտեղ մենք հասկանում ենք պետական մարմին, որը ունի ծառայություն անվանումը, դա ազգային անվտանգության ծառայությունն է, ոստիկանությունն է, որը պետք է ինչ-որ ծառայություններ մատուցի հանրությանը։ Իրականում ազգային վիճակագրության ծառայությունը հանրությանը այդքան էլ ծառայություններ չի մատուցում։ Նա մի կառույց է, որը պետք է հավաքագրի վիճակագրությունը, բազաներ ձևավորի եւ արխիվացնի այդ բազաները պահի, որ այլ մարմիններ օգտվեն։ Դուք հանրությանը կարող եք օգնել այդ բազաները ճիշտ ունենալով։ Այստեղ մեծ խնդիր է գալիս։ Ինչքան ենք մենք ընկալում ձեր ծառայության ընկալումը, ինչքան են մեր պետական մարմինները օգտվում ձեր տվյալներից, ինչքան է հանրությունը ընկալում, որ կարելի է մտնել ձեր կայք եւ ինչ-որ բանով օգտվել։ Այստեղ ամենակարևոր հարցն է գալիս, որը երեք ձեզ փորձում էի տալ։ Այս ծրագրում ինչ գործողություններ ունեք կամ արդյոք պատրաստում եք ներմուծել, որ ձեր ինստիտուտի հանդեպ վստահությունը բարձրացնեք, որտեղ վստահություն բառը ըստ իս ամենակարևորն է։ Առաջինը նաև հենց այն իմաստով, որ ընկալեն, թե ինչի համար է ազգային վիճակագրության ծառայությունը։ Մանրացան վստահ եմ, որ երևի ավելի քիչ խորհուրդների անդամ եք, քան թե կարող եք լինել։ Ես ձեր պրոֆեսիոնալ մասնագիտական կարողությունները գիտեմ, ունեցել եմ հնարավորություն միջև ազգային ժողով ձեր հետ համագործակցել, շատ լավ պատկերացնում եմ ինչի են կարողանում ձեր կողմից արած վերլուծությունները տարբեր երկրներից հետո Շվեդիայի նման օրինակ լինել երկրորդ աշխարհում ճանաչված, բայց երեք մի հետաքրքիր բան ասացիք, որով կփորձեմ անդրադարձը կատարել։ Առաջինը ասնենք այն սպառողի գաղափարին։ Ինչքանով է ձեր կողմից տրամադրված տվյալները կամ բազաները օգտակար սպառողների համար, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կամ ինստիտուտները սպառող են։ Ցավոք սրտի պետք է ասեմ, որ մենք ունենք ձեր ծառայության հետ կապված մեծ ժամանակային լագ կամ ժամանակավրեպություն տվյալների մատուցման համար։ Եվ դա ոչ միայն մեր համար է ոնց անձեր, այլ նաև պետական ինստիտուտների։ Օրինակ, 2014 կամ 15 թվականի բոլոր տվյալները դուք հրապարակում եք 2016-ի կհրապարակեք տարվա կեսին։ Եթե այդ կենտրոնական բանկը պետք է օրինակ քաղաքականություն մշակի 2015 թվականի համար, ինքը ստիպված պետք է այլ տվյալներից օգտվի։ Նույնը վերաբերում է ֆինանսների նախարարությանը, չգիտեմ, կառավարության այլ մարմիններին, ել չեմ ասում նաև, եթե խնդիրը գնալու է օրինակ բիզնեսմենների։ Ցանկացած բիզնեսմեն կամ ցանկացած մեկը, որը գալիս է Հայաստանում ներդրումներ անելու, առանձին կպատվիրի որևէ մի կազմակերպության իր համար վիճակագրություն կազմակերպելու իր բիզնես պլանը գրելու համար։ Որտեղ ձեր տվյալներից եթե օգտվի, ինքը ունենալու է 1 տարի կամ 2 տարվա առաջվա պատկերը։ Այստեղ ինձ թվում է դուք տեղ ունեք, միգուցե պահանջեք, որ բյուջեն ավելի գումարներ հատկացնի, որ միգուցե այդ ժամանակային լագը հաղթահարել։ Բայց ոնց սպառողի տեսանկյունից ձեր տված տվյալները լավ են, որակյալ են, ճիշտ են, բայց ցավոք սրտի ուշացված են։ Ռեսպոնդենտ ասեցիք։ Եթե պատկերացնենք, որ ցանկացածս ռեսպոնդենտ ենք, իսկ այո, դուք ցույց տվեցիք, որ կա հետազոտություն, օբյեկտիվ պատճառներ, ինչու Հայաստանում չեն վստահում սոցիալական հարցումներին կամ վիճակագրության հավաքին, դա ոչ միայն Հայաստանում է։ Օրինակ, Բելգիայի նման երկիրը
ժամանակին օրենք էր ընդունել, որ եթե մարդիկ չտրամադրեն տվյալներ եւ ճիշտ չտրամադրեն, չպատասխանեն իրենց ազգային վիճակագրության ծառայության, իրենք կպատժվեն ֆինանսապես։ Գիտեմ, որ շատ ժամանակ դուք եք ուղարկում նամակներ տարբեր հիմնարկներին, որոնք տրամադրեն ձեզ տեղեկություններ։ Շատերը չեն տրամադրում։ Եթե մի քանի անգամ չտրամադրեն, կարող եք օգտագործել համաձայն օրենքի նաև իրենց պատժիչ ինչ-որ գործողություններ։ Այդպես է եղել, բայց դա գալիս է նրանից, որ չկա վստահություն։ Որտեղ երբ որ երկու կողմը վստահում են իրար, բնականաբար տրամադրում են տվյալների խնդիրներ եւ այստեղ կար այն ասածս, որ ինչ ծրագրեր ունեք դուք ինչպես մեկ միավոր պետական ինստիտուտ, այնուամենայնիվ ազգային վիճակագրության ծառայությունը ընկալվում է ինչպես պետական ինստիտուտ, որ հանրության եւ ռեսպոնդենտների համար իր առանձին վստահությունը ունենալու, որ իրենք այդ տվյալները տրամադրեն։ Ոչ թե դա ուժով լինի, ոչ թե դա զորով լինի, ոչ թե դա օրենքով լինի, պահանջով, այլ իրենք հաճույքով ձեզ տրամադրեն եւ միգուցե ճիշտ թվեր։ Չգիտեմ, այդ նույն գյուղատնտեսությունը, եթե ասում են, բանով, արդյոք այդ թվերը ճիշտ են թե ոչ։ Դուք ճշգրտման համար էլի ժամանակ եք օգտագործում։ Դրա համար արդեն դառնում է, որ ձեր եղած տվյալները մի ինչ-որ չափով ժամանակավրեպ են։ Ուշացած եմ, որտեղ դուք պետքա ճշգրտեք։ Հայաստանի Հանրապետության բնակչության մարդահամարը 2011-ին կատարված, 2014-ին, թե 13-ի վերջին նոր կարողացեք ան, որովհետև ունեիք մեթոդաբանությամբ այդ ճշգրտման ժամանակի պահանջը։ Եվ այստեղ գալիս է նաև խնդիրը, որ ռեսպոնդենտների համար առանձին վստահության բարձրացման ծրագրեր պետք է կատարեք։ Եվ հույսով եմ, որ ծրագրում ապագայում կունենաք։ Եվ վերջի խնդիրը, որը դուք նշեցիք, հարկատուի։ Հարկատուն վճարում է իր հարկերը նա համար, որ ստանա ծառայություններ։ Բնականաբար այդ ծառայությունների շրջանակում, երբ որ գալիս է այլ ծառայություններ, նույն ազգային անվտանգության, ոստիկանության, իմ համար որակյալ չափանիշի ձևավորումը շատ հեշտ է։ Արդյոք անվտանգ երկիր ենք, արդյոք ոստիկանությունը իր խնդիրները ճիշտ է անում, արդյոք, չգիտեմ, էկոնոմիկայի նախարարությունը քաղաքականությունը ճիշտ է վարում, ունենք լավ զարգացած տնտեսություն, արդյոք ֆինանսների նախարարությունը ճիշտ է անում եւ մեր դրամական միջոցները միայն աճում են, դրամն էլ միշտ ստաբիլ է եւ այլն, էներգետիկայի նախարարը ամեն ինչ որ ունենանք էներգետիկա շատ մատչելի, շատ հարմար, չգիտեմ, առողջապահության նախարարությունը այնպիսի ծրագրեր անում, որ մենք բոլորս առողջ ենք, չենք հիվանդանում, ոչ թե գումարները ամբողջ հիվանդանոցի վրա է ծախսում։ Իրենց որակական ցուցանիշները հեշտ է որոշել։ Ձեր պարագայում անցնելով ծրագրային բյուջետավորման լինելու ամենադժվարը, որովհետև ձեր տվյալները պետք է այնքան որակյալ լինեն, որ կողքից այլ մարմինները օգտվելուց կարողանան ճիշտ եւ որակյալ քաղաքականություն անեն։ Կան երկրներ, որտեղ նույնիսկ ձեր ծառայությունը վճարովի ծառայություն է։ Իրենք պետական ինստիտուտ չեն։ Իրենց տվյալները ստանալու համար այդ բազաները վճարում են։ Միգուցե Հայաստանում այդպիսի գաղափար է պետք տանել, բայց ցավոք սրտի, միջև բյուջեն է վճարում, դուք պետք է հանրային ձևով ներկայացնեք մեզ այդ տվյալները, քանի որ պետական բյուջեի կողմից ցանկացած ծրագիր պետք է լինի հանրային։ Մենք պետք է իմանանք դրա մասին։ Դա տպագրվում է, չգիտեմ, կայքեր են օգտագործում եւ այլն, բայց այս պարագայում ինչպես հարկատու, ես իսկապես ցանկանում եմ տեսնել այն տվյալները, որոնք դուք անում եք, որոնց օգտվելով ուրիշները կարողանան ծառայություն անել։ Եվ ուզեք թե չուզեք, 2016-ից 18 թվականներ, այս 3 տարվա մեջ պետք է կարողանաք նաև այդ որակական չափանիշները անել, որտեղ 2018 թվականի բյուջեն երբ որ բերեն, այդ ծրագրային բյուջետավորման խնդիրը նաև ձեր բաժնով է լինելու։ Եվ մենք պետք է այդ որակական տվյալների խնդիրները իմանանք, ունենանք վստահ